Ողջույն, Career City Fest-ի թերթի տաղավարում այսօր քննարկելու ենք կարիերա կորպորացիայում, թե սեփական բիզնեսի եւ այսօր տաղավարում հյուրընկալել ենք Իմ ID պրոդուկտի եւ մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավագ-Ավագյանին, բարև ձեզ, եւ Երևան Մոլի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանին, բարև ձեզ։ Դուք քիչ առաջ Բեթելի ժամանակ ներկայացրիք ձեր տեսակետները եւ հաղթեց բիզնես հիմնելու տեսակետը։ Խնդրում եմ մի փոքր կարճ ներկայացնեք այս պահին ձեր տեսակետները, որպեսզի մեր հեռուստադիտողները իմանան ինչի մասին է խոսքը։ Նախ եւ առաջ իմ կարծիքով չհաղթեց բիզնեսը, այլ հաղթեց վերջում հաղթեց ընկերությունը, գործ ընկերությունը։ Շատ հաճելի էր ընդհանուր բաթլը։ Իրականության մեջ երևի գործընկերս կհամաձայնվի, որ երկու կողմն էլ կարելի էր պաշտպանել, վստահ եմ, եւ տենց էլ կա, իր լավ ու վատ կողմեր ունի երկուսը, բայց ընդհանուր առմամբ բնական է, որ բիզնես ունենալը ունի իր անկախությունը, իր ազատությունը, ժամանակի դու ես քո ժամանակի տերը, ունի իր դժվար կողմներն էլ իհարկե, բայց ֆինանսական անկախությունն է, չգիտեմ, ժամանակի տեր լինելա եւ այլն, բայց նորից իմ կարծիքով հաղթեց ընկերությունը։ Դուք Շուշան ինչ կասեք։ Իրական շատ հետաքրքիր էր, Արմենը շատ ֆունդամենտալ փաստարկներով ներկայացրեց բիզնես ունենալու ուժեղ կողմերը, կարևորությունը, ինչը ամբողջովին օբյեկտիվորեն կիսում եմ ինձ հետ, պարզապես Բեթլի սկզբում, երբ որ բոլորը այդ գեղեցիկ մեծ երազանքի հետևից մի քիչ այլ ձև էին պատկերացրել անձնական բիզնեսը, միգուցե ավելի հեշտ է, միգուցե կախարդական փայտի կա եւ փողերը միանգամից գալիս են եւ դու դառնում ես ֆինանսապես անկախ եւ ժամանակի եւ կյանքի տերը, մի քիչ վերջում ինձ թվաց, որ փոխվեց եւ բալանսավորվեց, ամենը մի 2% պակասեց նրան, որ հավասարություն լինի, բայց ինձ համար հենց այդպես էլ կանխատեսում էր, որովհետև նորից, ինչպես ասացի բացի ժամանակ, մեկը առանց մյուսի ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որովհետև թե փորձն է կարևոր, թե մասշտաբային մտածելակերպն է կարևոր, բայց բնականաբար նորից գալով նրան, որ սա անձնական, շատ խիստ անձնական կյանքի հանդեպ առաջնահերթությունների մասին է խոսքը, ամեն մեկը ինքը պետք է սահմանի եւ ի վերջո ռեալ ու ճիշտ գնահատի իր ուժերը, հմտությունները, թե բանակցային angel investor-ի մոտ գնալու համար, թե պրեզենտացիով, որպեսզի կարողանա լավագույնս իր բիզնեսը ներկայացնի, թե վաճառքի, որպեսզի կարողանա ներգրավի ճիշտ բիզնեսներ, գործընկերներ եւ վերջի վերջո այն ինչ իրան պարգևում է իրական կյանքի նպատակ, որն է։ Այստեղ մենք չենք կարող բանավիճել, որովհետև դա ամեն մեկի անհատական ընտրությունն է, զուտ ինձ համար որպես կորպորացիայում ավելի քան 20 տարի աշխատած մարդ, ով գտել է իր կոմֆորտ զոնան, ով կարող է համատեղի եւ հավասարակշռի գոնե որոշ չափով կյանք, կարիերա բալանսը, ինչը ինձ համար շատ կարևոր է, բայց միջև օրս սուտ կլինի ասել, որ դրան հասնենք, որտեղ կորպորացիան ունի իր խիստ խաղի կանոնները, որտեղ դու պետք է ադապտացվես, ճկուն լինես եւ տրամադրես այո քո կյանքի մեծ ժամանակը, բայց նաեւ մեծ ազդեցություն գործելը եւ մեծ մարդկանց վրա ազդեցություն ունենալը եւ փոխելը ոլորտը նյարդը ներսից ինձ անձամբ շատ է դուր գալիս, դրա համար ես ինձ այդտեղ եմ գտելու պատկերացնում, ինչքան է որ ես խորհուրդ տամ, միևնույն է ամեն մարդ իր անձնական որոշումն է կայացնելու կախված իր կյանքի առաջնահերթություններից։ Իհարկե, Արմեն, դուք ասացիք, որ սեփական բիզնես սկսելը սեփական ժամանակի կառավարում է, ֆինանսական անկախություն է եւ այլն։ Եվ հենց այս մտքով շատ երիտասարդներ դուրս են գալիս աշխատանքից, սկսում են իրենց սեփական բիզնեսը, բայց հանգում են մի եզրակացության, որ հիմա ավելի շատ են աշխատում, ավելի շատ գումար են ծախսում, մտածում են, թե որտեղից աշխատավարձ ստան եւ այլն։ Հիմա խնդրում եմ կասեք, այս երկուսի միջև ինչպես բալանս գտնել եւ ինչպես անել, որպեսզի չսխալվես։ Նայեք, պետք է սխալվես, ճար չկա, փորձը կարևոր է։ Հաջողակ որևիցե բիզնեսմեն, առաջին, չգիտեմ, տասնյակ բիզնեսներ անհաջող է եղել, մինչև հասնելն է, որ կարող է հիմա հաջող լինել։ Նորմալ է դա, դու պիտի ֆեյլ անես, որ հետո հաջողակ լինես։ Անխուսափելի է։ Պետք է չվախենալ ուղղակի ֆեյլերից, դա կարևորը։ Երբ որ դու ձիուց ընկնում ես, պետք է վերկանաս նորից նստես ձիու վրա։ Եթե դու ձիուց ընկնես ու ասես, չէ, ես իմ համար չի ու փոխես, դու երբեք հաջողակ բիզնես, դու ի սկզբանե բիզնեսմենի ջիղ չունեիր, հա, ձեռնակատիրոջ ջիղ չունեիր։ Բայց ամենակարևորը ստե ոչ թե փողի այդ բանն անկախությունն, այլ ամենակարևորը ժամանակի անկախությունն է իմ համար։ Եթե դուք շատ մեծահարուստներ, որ հարցնում եք ինչ է հարստությունը, իրանք միշտ վերածում են դա ժամանակի, որ դու ես քո ժամանակի տերը։ Քո ժամանակի տերը լինելն է իրական հարստություն, փողը միջոց է, գործիք է, որպեսզի դու հասնես այդ
ժամանակի սեփականությանը եւ ինձ թվում է որ այդ ժամանակի սեփականությունն է որ գայթակղում է սեփական բիզնես ունենալը բայց այո ժամանակ է տևում որպեսզի հասնեք դրան պիտի ֆեյլ անես ես անձամբ լիքը բիզնեսներ կա որ անհաջող են եղել բիզնեսներ ունեմ որ հաջող են եղել հիմա կորպորացիայում եմ ID-ում եմ աշխատում կորպորացիայում եմ աշխատում so երկուսն էլ իա տեղն ունի իա բալանսն ունի բայց այո ժամանակ է տևում եւ օբյեկտիվորեն ոչ բոլորին է տրված ձեռնարկատիրական ջիղը բայց մինչեւ չփորձես չես իմանա Շուշան արդյոք կորպորացիայում աշխատելը չի նշանակում այլ մարդու երազանք իրականացնել Գիտեք, փիլիսոփական առումով եթե նայենք, միգուցե այո, բայց եթե այդ ճանապարհին, այդ ընթացքում դու նաև կարողանում ես քո երազանքները իրականացնես ըստ քո կյանքի առաջնահերթությունների, մեկը մյուսին չի խանգարում։ Եվ նաև չի խանգարում այդ ընթացքում ֆինանսական գրագետ լինել, գումար հավաքել, տարբեր տեղեր ինվեստիցիաներ անել, ունենալ пассив եկամուտ եւ ունենալ, այսպես ասած, ապահովված, ստաբիլ նաև եկամուտ, տարբեր բաներ, որ կորպորացիան է առաջարկում։ Այսինքն ես այդպես ծայրահեղական չեմ նայում այդ ամեն ինչին։ Կյանք է, ուզում եմ ասեմ, սուր է ասվածը։ Միգուցե այո, բայց երբ որ ես հիմնեմ անձնական բիզնես, ինչ որ մարդիկ էլ իմ երազանքներ իրականացնելու, այստեղ win-win երկու կողմներ շահում է, հա, կախված նրանից թե ինչ ուր է գնում, ինչ գեր նպատակ ունի։ Այո, entrepreneurial spirit եւ այդ հոգին եւ այդ կարողությունը ոչ բոլորը ունեն։ Պետք չի բոլորին փորձել ասել, դարեք բիզնես, սկսեք ձեր բիզնեսը եւ մի վաճառեք ձեր ժամանակը կամ ունեցեք այդ անկախությունը։ Ես նորից ամեն դեպքում մնում եմ այն մտքին, որ եթե մարդը իրոք միջևերջ պատրաստ չի թե սկիլով, թե ներդրումով, թե շրջապատի connection-ներով, communication-ով, շատ ռիսկային է մտնել մի բանի մեջ եւ հաջողել։ Ես մնում եմ նրան, որ պետք է ունենալ բեռ, բագաժ, մարզվել, կորպորատիվ միջավայրը թույլ է տալիս այդ մարզանքը անել առանց մեծ գին վճարելու, առանց մեծ կորուստների եւ կազմաքանդվելու, որից հետո էլի քո ընտրությունն է գնալ պասիվ ներդրվել միտեղ եւ աշխատել ինչ որտեղ քո հաճույքի համար, թեկուզ ինչ որ մեկը երազանք իրականացնելու համար, ուզում եմ ասեմ, ցած կշռված է, կամ չներդրվել, սկսել ինչ որ բիզնես, որտեղ որ դու արդեն կարող ես հաջողել, որովհետեւ ունես համապատասխան փորձը, գիտելիքը եւ կարող ես ներգրավել եւս կորպորացիաներում աշխատող մարդկանց։ Իհարկե ոչ բոլորին, կարող է մեկը լինել օրինակ dreamer, դու պետք է թիմում ունենաս visionary-ն է, dreamer-ը, բայց մնացած է այդ շարժիչ ուժը, շարժիչը եւ զարգացնողը պետք է լինեն ոչ թե dreamer-ներ, այլ փորձառու մարդիկ, ովքեր կքշեն այդ մեքենան, որը դու հորինել ես։ Հիմա հարց ուզում եմ տալ երկուսիդ էլ, ինչն է բերում անձնային աճի, մոտիվացիան, փողը, թե ռիսկը եւ արդյոք այս հատկանիշները ավելի զարգանում են կորպորացիայում, թե սեփական բիզնեսում։ Իմ տեսակետից կորպորացիայում եւ անձնական բիզնեսում երկուսում էլ զարգանում են այդ հմտությունները, կան շարժիչ ուժը երբեք փողը չի, կարճաժամկետ կարող է փողը լինել, բայց երկարաժամկետ երբեք փողը չի։ Ես առնվազն գտել եմ, որ թե կորպորացիայում, թե բիզնեսում, թե սեփական բիզնեսում շարժիչ ուժը հիմնական գաղափարն է, գաղափարակից լինելն է, այդ տեսլական մի հատ, տեսլականին հասնելու ձգտումն է, որը շարժիչ ուժ է դառնում համ կորպորացիայի համար, համ սեփական բիզնեսի համար, եւ երկարաժամկետ դա է լինում drive-ը, որտեղ փողը այո կարճաժամկետ ինչ-որ մոտիվացիան վերև ներքև անող է, բայց իրականության մեջ վարքագծային փոփոխությունը ավելի կարևոր է, քան թե մոտիվացիան։ Որտեղ մի օր դու արթնանում ես, մոտիվացված ես, մի օր տրամադրություն չունես, այսօր մոտիվացված չես։ Մոտիվացիան միշտ ինչ որ վերև ներքև ինչ որ բաներ ունի, բայց վարքագիծ, որ ձևավորում է լավ, հա, դիսցիպլինա, որ զարգանում է, դա անընդհատ աճի է տանում, եւ այդ դիսցիպլինան զարգանում է, որովհետեւ դու գնում ես հանուն ինչ որ գաղափարի, ինչ որ տեսլականի, հիմնականում, եւ երկարաժամկետ միշտ դա է լինում այդ բիզնեսին drive-ը, թե կորպորացիայում, թե սեփական բիզնեսում։ Շուշան, դուք ինչ կարծիք եք։ Այստեղ պետք է ամբողջովին համաձայնեմ Արմենի հետ, ինքը ասեց գաղափար, ես դրան կմիացրի նաև նպատակ, գերնպատակ, որը տանում է դեպի մեծ գաղափար իրագործում եւ իհարկե ինձ համար անձամբ շատ կարեւոր է մոտիվացիայից մեկը արժեքը, թե դու ինչ արժեք ես ստեղծում, ով է այդ արժեքի շահառուն, քո ներքին community-ն, քո շուկան, թե քո ամբողջ համակարգը միգուցե, այսինքն եթե ընդհանրացնեմ գերնպատակ, ինձ համար միշտ destination-ն է եղել նպատակ, ոչ թե ճանապարհը։ Ճանապարհը մենք անցնում ենք ընկնելով, կանգնելով, նստել հանգստանալով, մեկի ձեռը բռնելով, չէ, բայց թե ուր ենք հասնում, այսինքն այդ
նպատակակետը, դա է միշտ իմ համար մոտիվացիա, իսկ կյանքի տարբեր փուլերում, եթե օրինակ խորհրդի համար, հա, ավելի երիտասարդ սերնդին կարող են մի քիչ տարբեր լինել, այդ օրինակ ճիշտ է, ավելի հասուն բիզնեսմեններ ու կորպորացիայում աշխատած մարդիկ ասում են, չէ, փողը չի, բնականաբար փողը չի, բայց տարբեր կարիերայի զարգացման փուլերում այդ բաները կարող են փոխվել նպատակները, բայց մեծ առումով փիլիսոփական դա հիմնականում արժեքն է ինձ համար, որը դու ստեղծում ես, որից օգտվում են հազարավոր, միլիոնավոր մարդիկ։ Երբեմն ասում են, որ լավ կատարողը, ճակերտավոր կատարողը չի կարող լինել լավ մենեջեր եւ հակառակը։ Այս պարագայում կորպորացիայում աշխատելը եւ բիզնեսում աշխատելը պահանջում են այլ անձնային տիպ եւ մարդկային որակներ։ Երևի երկուսդ էլ պատասխանեք այս հարցին։ Մի քիչ տարբերություն, այդ առումով այո, ինչ որ տարբերություն կա։ Կորպորացիան հիմնականում մի ավելի սիստեմնի է, այսինքն համակարգային մոտեցում է։ Թիմը, որը աշխատում է որոշակի համակարգի մեջ, խաղի կանոնները ավելի հստակ են, հա, շատ կոպիտ ասած, երբ որ դու ստանում ես քո job description-ը, ինչ որ գրած է, դու պլյուս մինուս դա էլ անում ես կամ ակնկալիքն է, որ դա էլ անես։ Սեփական բիզնեսում այդ job description-ը գոյություն չունի։ Գրած է, կա տեսականորեն, բայց իրական կյանքում գոյություն չունի։ Լավ օրինակ բերեմ, ես կարող եմ մի օր առանց շաբաթ անցնելու բանակցեմ եվրոպական մի հատ ընկերության հետ 2 միլիոն եվրանոց ինչ-որ բան պայմանագրի հետ կապված եւ 15 րոպե հետո անձամբ նստեմ Facebook-ի post-ը գրեմ իմ ձեռքով։ Դա օքեյ է սեփական բիզնեսում, կորպորացիայում հիմնականում այդպես բան չի լինում, բանացողը իա job description-ը իա դերն ունի, բան այո, լավ կատարողը արդյոք երկուսն էլ կարող է լինել, այո կարող է, ինձ թվում է անձից է, այդ կատարողը մի քիչ ստերեոտիպիկ ինչ-որ բառ է, որ չգիտեմ, դու պիտի կարողանաս կատարես, որ կարողանաս լավ մենեջեր լինես, դա կա ու կա իմ համար, կատարելը որ անհրաժեշտ է, բայց բավարար չէ, բայց այո, կարող է կատարողը լավ մենեջեր լինել, իսկ սեփական բիզնեսում ճկունությունն է ամենակարևոր հմտությունը, որ դու տարբեր բաներ կարողանաս կատարես, ոչ թե կատարես մեկ բանը կամ քո job description շրջանակներում շատ լավ, այլ դու ավելի հորիզոնական դաշտում կարողանաս անես, ոչ թե վերտիկալ դաշտում։ Եվ դուք շատ ինչ իրական կատարողներից խոսացինք, շատ հետաքրքիր սա իմ համար թեմա է, նախ ոչ բոլորը կարող են լինել լիդեր, միշտ պետք են կատարողներ, այսինքն զինվորներ, ովքեր հրամանները կատարում են, իսկ լավ զինվորը, լավ կատարողը այսօր շատ լուրջ ձեռքբերում է ցանկացած կորպորացիայի համար եւ նաեւ անձնական բիզնեսի համար, եթե ինքը որոշի ներգրավել կադրեր, իրեն պետք են կատարողներ, կատարողները հիմնականում իրենք չեն էլ ձգտում լինել լիդեր, որտեղ իրենք գնում են լիդերի գծած ճանապարհով ու այդ շատ լավ է։ Լիդերները այո համաձայն եմ Արմենը իհարկե մենեջեր բառը օգտագործեց, բայց պետք է կատարեն, անեն, դառնան մենեջեր, հետո նոր լիդեր, այսինքն ավելի ճանապարհ հարթող, տանող, առաջնորդող, միասին գնացող։ Երկու տեղն էլ երկուսն էլ տեղ ունեն, բայց ոնց Արմենը նշեց ու ես battle-ի ժամանակ էլ ասի անձնական բիզնեսում այդ լարվածությունը, որ այսօր high level բանակցող եմ European company-ի հետ, վաղը Facebook-ի post գրող եմ, մի քիչ ինձ համար կարող է, որ ես շատ եմ աշխատել համակարգված տեղերում, ինձ համար մի քիչ sense վայրի է հնչում, սեփական բիզնեսի համար այդ շատ լավ է, բայց իմ համար դա լարվածություն է, որ ամեն ինչ ես պետք է անեմ, ինչի եթե կան մարդիկ, ովքեր այդ ամեն ինչը կարող են համակարգված, սիրուն, թեկուզ job description-ով անել, այսինքն այս հակասությունը հիմնականում այդտեղ է, բայց թե այնտեղ, եւ լիդերներ են պետք եւ կատարողներ են պետք։ Շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար։ Շնորհակալ եմ շատ, մերսի։